նախ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ մեր այս շաբաթվա ստատիստիկայով, սա եւ իմ եւ ամբողջ թիմի ստատիստիկան է, բոլոր գործարքները բացվել են High Trading Signals Telegram-յան ալիքում, այստեղ կիսվել են բոլոր գործարքներով, աշխատել ենք ամբողջ թիմով, ինչը նշանակում է, որ այս ստատիստիկան ունեն նաեւ թիմի ողջ թիմակիցները, բոլոր անդամները, ովքեր որ աշխատել են եւ բացել են ինձ հետ միասին, ունենք բավականին լավ արդյունք, ցանկանում եմ խոսել տեխնիկական անալիզի ֆիգուրաների մասին, շատ կարևոր թեմա։ Առաջին հայացքից կարող եք տեսնել, սրանք օրինաչափություն ունեցող տեխնիկական ֆիգուրաներ են, գրաֆիտի ֆիգուրաներ են, որոնք ունեն բնականաբար տրամաբանական հիմունքներ։ Տեխնիկական անալիզի, թրեյդինգի այն տարական բազային բաներն են, որոնք որ շատ ակտուալ են եղել եւ որոնցով որ աշխատել են թրեյդերները 50-60 տարի առաջ, ընկերներ ջան, այն ժամանակ, երբ թրեյդինգը եղել է բավականին պրիմիտիվ, բավականին հեշտ, բավական է եղել ընդհանրապես իմանալ, չգիտեմ, որոշ միջանկյալ թրենդային թեքեր, գլոբալ թրենդային թեքեր, ընկերներ ջան, թրեյդերները առանձնացրել են այս պատերները ու այդպես տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ եկել է, փոխանցվել է ու հասել է մեզ։ Հաշվի առնենք օրեցօր աճող թրեյդերների քանակը շուկայում, նրանց ակտիվությունը, շուկան դառնում է բարդ եւ հետաքրքիր միաժամանակ ու պետք է հիշել եւ հասկանալ մեկ բարձ բան, շուկայում աշխատում են ինդիվիդուալ ստրատեգիաները։ Ուրեմն տեսեք, առաջին տեխնիկական անալիզի պատերնը շատ հայտնի ուսեր եւ գլուխ անվանմամբ տեխնիկական ֆիգուրանն է, նույն մակարդակի վրա երկու մինիմում եւ մեկ ավելի ցածր մինիմում աջակցության ու ռովենի ներողություն դիմադրության ու ռովենի պրաբոյից հետո գինը շարժվելու է պրաբոյի ուղղությամբ եւ սրա շրջվածը նույն մակարդակի վրա երկու մաքսիմումներ, մեկ ավելի բարձր մաքսիմում աջակցության ու ռովենի պրաբոյից հետո գինը շարժվելու է պրաբոյի ուղղությամբ դեռ, ընկերներ ջան, պարզ այսպես տեխնիկական անալիզի գիտելիք կա, որի վրա ես հիմնվելով աշխատում եմ արդեն շատ երկար տարիներ, տեսեք, աջակցության ու ռովենի պրաբոյից հետո գինը շարժվելու է պրաբոյի ուղղությամբ, նույնն էլ դիմադրության ու ռովենի պրաբոյից հետո շարժվելու է պրաբոյի ուղղությամբ, արդեն ընկերներ ջան, դեպի ներքև այս ու ռովենից, քանի այստեղ, չգիտեմ, նույն մակարդակի վրա մինիմումներ կան, քանի ցածր մինիմում կա, նույնն էլ այստեղ մաքսիմումների վերաբերյալ, կամ առհասարակ սրա եւ այս կրկնակի մաքսիմումների, մինիմումների պատերների տարբերությունը ես չեմ կարող այդպիսի որևէ տարբերություն տալ, քանի որ սրանք աշխատելու են նույնատիպ, այստեղ եղել է ակտիվ վաճառք ու ռովենի պրաբոյից հետո գինը պատասխանելու է պրաբոյի ուղղությամբ ակտիվ արկով պարզ, այստեղ արդեն տարանջատումներ, որոշակի sense անվանումներ սրանց սահմանելը, սրանք տարանջատելը, արդեն ես այդքան էլ տրամաբանական չեմ համարում, քանի որ կան պարզ, կոնկրետ տեխնիկական անալիզի գիտելիքներ, որոնց վրա հիմնվեք եւ աշխատեք, ընկերներ ջան։ Հաջորդ տեխնիկական պատերները սրանք դրոշակներն են կրկին եւս բավականին տարածում ունեցող, ընկերներ ջան, այստեղ կարող եմ ասել, որ գոյություն ունի միայն աշխատանքային միջանցք երկու թրենդային թեքերի միջև, արդեն կոպիտ ասած վերևից է գինը եկել մտել այդ աշխատանքային միջանցքի մեջ թե ներքևից, պրաբոյի ուղղությունը դրանով որոշել չեք կարող, այստեղ եթե ցույց է տված, պետք է սպասել ուղղակի միջանցքի մեջ գիտեք աշխատում եք աջակցությունից դիմադրություն եւ հակառակը ստեղ դիմադրությունից աջակցություն, իսկ պրաբոյից հետո արդեն գիտեք, որ աշխատանքային միջանցք թրենդային թեքը եթե լինում է պրաբոյ, գինը ակտիվ կերպով սկսում է փնտրել թրենդային թեք ու ռովեններ եւ հորիզոնական ու ռովեններ, ընկերներ ջան, դառնա շատ զգայուն, սրանք անորոշ զոնաներ են, ստեղ միայն կարելի է աշխատել դրանցով, արդեն ստեղ դա պատերն է, թե պատերն չի, այդքան էլ ընկերներ ջան նշանակություն չունի։ Եկեք հիմա ես փնտրեմ որևէ սիտուացիա, տեսեք ընկերներ ջան, լայն դիապազոնով դրոշակի օրինակ է, տեսեք, վերևից եկել է մտել աշխատանքային միջանցքի մեջ, ես ուղղակի առաջնահերթ տեսնում եմ աշխատանքային միջանցքը, թեստավորել է այստեղ աջակցության ու ռովենը, շարժվում է դեպի վերև, բայց քանի որ այստեղ կան լոկալ 1 րոպեանոց կարեկցիաներ, ես դեռ պետք է սպասեմ, այստեղ 1 րոպե լրանը, եկեք սպասենք, լրանը նոր կբացեմ, ընկերներ ջան, հաջորդ ամենատարածված
պատեռները, դրանք եռանկյունիներ են, տեսեք այստեղ։ Կան աջակցության եւ դիմադրության ուռովենների վրա հիմնված եռանկյունիներ, սիմետրիկ եռանկյունիներ եւ սեպանման եռանկյունիներ։ Ընկերներ ջան, սրանք ամենատարածված պատեռներն են եռանկյունիները, սրանց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տեսեք, նախ սրանք կոպիտ ասած, այս աջակցությունը ու դիմադրությունը, սրանք այս նախորդ երկուսի միքսն են, այսպես ասած, այդ X-տելից բացեմ գործարքը։ Սրանք այս նախորդ երկու պատեռների միքսն են, կոպիտ ասած, քանի որ ստել եթե կա հորիզոնական ուռովեն, արդեն ասեցի հորիզոնական ուռովենի պրաբոյից հետո ոնց եք աշխատելու, ու կա թրենդային թեք, նաև թրենդային թեքի պրաբոյից հետո ասեցի գինը ինչ վիճակում է գտնվում ու ոնց եք աշխատելու։ Միակ առանձնահատկությունը այստեղ պետք է հիշել, որ դրանք այն տեխնիկական պատեռներն են, որոնք ես միանշանակ ասում եմ, պետք է ուսումնասիրել ու պետք է սովորել եւ միշտ հաշվի առնել։ Այս տեխնիկական պատեռները հանդիսանում են գնի ելգրաֆիկի համար որպես պրուժին, այսինքն գինը մտնի այս աշխատանքային միջանցքի մեջ, ստեղծի եռանկյունի պատեռն, հետո լինի պրաբոյ, լրիվ պրաբոյ երբ որ տեղի ունենա, գինը որոշակի ուղղությամբ ակտիվ շարժվելու է դեպի վերև, այսինքն դուք հաշվի առեք բոլոր թույլ հորիզոնական եւ թրենդային թեք զոնաները եւ դրանց հետ բացարձակ մի աշխատեք, ընկերներ ջան, քանի որ ակտիվորեն այդ ուռովենները լինելու են պրաբոյ, կամ եթե դուք տեսել եք եղել է սիմետրիկ եռանկյան պրաբոյ, դրանից հետո, ընկերներ ջան, բացեք թույլ ուռովենների պրաբոյ, այսինքն աշխատեք պրաբոյների հետ, իսկ ուժեղ ուռովենները հորիզոնական, 50-ական կամ 0-ական հայլային ուռովենները արդեն բացեք ամբողջովին, ադրաբոդկա, որ դրանք արդեն դրանց լինելու են ատկատներ, իսկ թույլ ուռովենների հետ, ինչպես նաև թրենդային թեքերի աշխատեք որպես պրաբոյ։ Այստեղ սրա մասին խոսեցի, արդեն որ ես սրա եւ սրա մեջ տարբերություն չեմ տեսնում, խոսեցի ինչպես աշխատել, ինչպես տեսնել պատեռները հորիզոնական ուռովենների պրաբոյի ժամանակ, թրենդային թեքերի պրաբոյի ժամանակ, եռանկյունների առանձնահատկության մասին խոսեցի, որ թույլ ուռովենների վրա պրաբոյ պետքա բացել, ուժեղ ուռովեններից արդեն պետքա բացել կոնկրետ ուղղությամբ, սեպելի մասին նույնիսկ սրանք եռանկյան օրինակներ են, սրանց մասին եւս կարելի ասել խոսեցի, սիմետրիկ եռանկյունիները գրեթե ոչնչով չեն տարբերվում, սրանք երկու թրենդային թեքեր են, կան ինդիվիդուալ ամեն օր ընկերներ ջան կարելի է մտնել շուկա, ես իմ կողմից կարող եմ գրեթե 5 պատեռնել ավելացնել սրան, որ դուք հասկանաք, այստեղ պատեռնելը գրաֆիկը ամեն օր կարա նոր չգիտեմ, պատկերներ նկարի, գրաֆիկա ամեն օր հանդես է գալիս նորովի։ Այստեղ պլյուսը վերցրել ենք, ընկերներ ջան, մեկ պոզիցիա վերցրեցի, երկու գործակ բացեցի, սակայն ոչինչ, ընկերներ ջան, կարևորը կարեցա բացատրել ձեզ տեխնիկական անալիզի պատեռները, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց թողնեք հետագա կարևոր վիդեոները, հաջողություն։